Ցանկության դեպքում գուցե շատ պատճառներ կարելի է գտնել, բայց երբ գոյություն ունի մեկ հիմնական պատճառ, մյուսների մասին անիմաստ ու ավելորդ է խոսել, ինչպես չղողանջող զանգի վերաբերյալ միջնադարյան անեկդոտում։ Հետևյալ կերպ մեկնաբանեց իր չառաջադրման քայլը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, հայտարարելով, որ իր քննադատների կողմից հիմնավոր թվացող տասնյակ փաստարկներ են ներկայացվում, շրջանցելով ամենահիմնականը։ Ըստ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի, դեռևս ոչ ոք չի բարձրացրել այն հարցը, թե արդյոք սեփական ժողովրդին հարգող մարդը կարող է 68 տարեկան հասակում հավակնել նախագահի պաշտոնին։ Մայրաքաղաքի բնակիչներն այս պատճառաբանությունը տարբեր կերպ էին ընկալել։ Դա տարիքը կապ չունի, ուղղակի հարցեր կան, որոնք ավելի խորն են։ Այսպես թե այնպես ոչինչ չէր փոխվելու, բայց ես կցանկանայի, որ ինքը դներ։ Գոնե ինքը գրագետ մարդ է եւ ինչ որտեղ հասկանում է նախկին սխալները վերախմբագրելու համար թերևս դա ավելի ճիշտ կլիներ։ Որտեվ շանսեր չուներ անցնելու։ Իմ համար մեկ որոշի բան չէր փոխվել, ժողովրդի կյանքում առաջադրվեց, որոշի բան չէր փոխվելու։ Լևոն Տեր-Պետրոսյանն ըստ քաղաքագետ Գարիկ Քերյանի կատարել է պարզ հաշվարկ իր հնարավորությունների եւ հաղթելու հավանականության վերաբերյալ, ինչի արդյունքում վերջինիս համար պարզ է դարձել, որ ռեսուրսների առումով հաղթանակ գրանցել չի կարող։ Եվ իհարկե այստեղ տարիքային գործոններ կա նաեւ ընդդիմադիր դաշտի պարակտվածության խնդիրը, կա նաև ընդդիմադիր դաշտում գործող լիդերների անհամատեղելիության խնդիրը եւ այս բոլորը կուտակվեց եւ արդյունքում ինքը որոշեց չմասնակցել։ Եթե Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մտադիր էր չառաջադրվել, այն էլ տարիքի գործոնը մատնանշելով, ըստ ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանի, դրա մասին վաղուց պետք է հայտներ, որպիսի արհեստականորեն օրակարգային խնդիր չդառնար վերջինիս առաջադրման ու չառաջադրման հարցը ու ձևավորեր իրականության եւ հասարակության շահերի հետ որևէ կապ չունեցող արհեստական գործընթացներ։ Նման պատճառաբանությունը իսկապես անսպասելի էր։ Ես կարծում եմ, որ որևէ մեկը չէր կարող ասել, որ նման պատճառաբանությամբ ուրեմն Տեր-Պետրոսյանը կհրաժարվի առաջադրվելուց, որովհետև գիտեք ինչ, տարիքային խնդիրը մեջ բերել այս առումով ուղղակի անտրամաբանական է կարծում եմ։ Թե ինչպիսի ազդեցություն կունենա ընտրությունների ընթացքի վրա առաջին նախագահի նման որոշումը եւ առհասարակ ինչպիսի ընտրամարտ է սպասվում փետրվարին, զրուցակիցներս արձագանքեցին։ Մեզ սպասում են մեր անկախության 20-ամյա պատմության մեջ ամենաձանձրալի նախագահական ընտրությունները եւ երբևիցե այսքան ձանձրալի չի եղել, երբևիցե այսքան դաշտը սակավամարտ չի եղել։ Գիտեք, իսկ ընդհանրապես պետք է այսպեսի ես կցանկանայի, որ մենք հարցը այս ռակուրսով դիտարկենք։ Ընտրություններ լինելու են, թե ոչ։ Որովհետև կարծես թե մենք հաճախ շեղվում ենք այս հիմնական հարցից եւ սկսում ենք խոսել, թե ասենք օրինակ գեղեցիկ է ընթանում այս ինչ գործընթացը, թե ոչ։ Ավելին, ըստ փորձագետի, եթե ընտրություն կոչված մեխանիզմը չի աշխատելու, իսկ այս պահի դրությամբ դրա համար նախադրյալ Էդգար Վարդանյանը չի տեսնում, հասարակության շահի տեսանկյունից որևէ հետաքրքրություն այդ գործընթացը ներկայացնել չի կարող։ Սիրիանուշ Հարությունյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։